Ոչ մի բան, իրանց իրավասությունից մտել եմ էկոնոմիկայի նախարարություն, այդ հարցով ինձ ընդունեցին ընդեղի իրանց աշխատակիցների տեղակալներից երկու հոգի հարկայինցել են եկել եւ մյուսները, մյուսները եկան ինձ ասեցին մենք ամեն հարցով խոսք օրինակ ձեզ եթե պետք է կարող աջակցենք, ես մի քանի հարցեր տվեցի իրանց ոնց որ անհասկանալի դառավ, հետո ասին դա էկոնոմիկայի նախարարությունը ասեց դա մեր հետ կապված չի, ունակ հարկայինն էլ ես ասում եմ դուք օրենքներ եք տանում, որ այժմ այն ժողովուրդը ի վիճակի չի, դուք անցել եք պաշտպանում եք ոչ թե ժողովրդի շահերը, դուք պաշտպանում եք այժմյան բանկերի, թալանչի բանկերի ղեկավարներին, որոնք ինչով են զբաղված, նրանք ամեն ինչը ուզում են գցեն, ամեն մի գործարք գցեն բանկի մեջ, որտեղից իրանք ունեն մեծ շահույթներ։ Դրանցից դժվարներից մեկը ես եմ, որով իրենք առանց զգուշացնելու ինձնից 2020 թվական հիշում եք կորոնավիրուսի ժամանակ այն ժամանակ բանկերը փակ են, մենք չենք կարող որևիցե լուծումներ արենք, դրանից հետո եկավ 20 թվականի պատերազմը, նորից մենք չկարծանք էլի խառը դրություններ այն ժամանակ, 23 թվականին, նրանք ասում են այն ժամանակ ասեցին մենք ամեն ձևի կաջակցենք փոքր միկրոբիզնեսին էլ մյուսներն էլ, բացարձակապես ոչ մի բան այս կառավարությունը չարեց, դրանից ելնելով 23 թվականին բերում են այն ժամանակվա որ բաներ կա մոռացել ենք չենք մուծել իրանց մեղքով ա եղել որ մենք չենք մուծել նրանք բերեցին մեր վրա դրեցին տուժեր տուգանքներին դրի ահռելի մեծ թվերով պլյուս դրանց վրան էլ հարկայինը ավելացրել էր 0.04% էր այն ժամանակ հիմի ավելացրել է արդեն 0.75%. Դա նշանակում է երկու անգամ իրանք տուժ տուգանքների վրա ավելացրել են տոկոսություն։ Ես նորից ասում եմ այս ժողովուրդը ամեն ինչ ամեն ժողովուրդը հեսա բոլորը գալու են հարցերից չմի քիչ ոտով են ինչ որ գալիս հարցը նա է որ ամեն ինչ արվում է փոքր ու միջին բիզնեսը վերածվի որի մասին Նիկոլ Փաշինյան ինքը անձամբ նախորդ բանի ժամանակ ասեց նրանք ուզում են զարգացնել միայն մենաշնորհը որոնք մի քանի հոգի են ու դրանով ասма բոլորը կփակվեն գքան կաշխատեն տվյալ հիմնարկություններում եւ նրանք իրոք այնտեղ Նիկոլ Փաշինյան շատ հիանալի խոսքեր ունի որը պետքա բոլորը հիշեն ինքը ասում է 7 տարի է որ ամբողջ այս կառավարությունը այս մնացած են առաջին դասարանի կրթություն ունեն բայց ես մի բան գիտեմ ես 3 ինստիտուտ եմ ավարտել իմ համար մի քիչ դժվար է առաջին դասարան դաշեն 5-րդ դասարանների երեխուն բան բացատրել դրանից ելնելով սա հենց դրա օրինակն է ես նորից ասում եմ եթե դուք ուզում եք Հայաստանը ոտքի կայնել եւ հայ ժողովուրդը եկեք անենք միանումոր ուժերով Երգիրը կանգնեցնենք ոտքի գիտնականներն էլ մյուսներն էլ ես ինքս գիտնական եմ ինժեներ գյուտարար եմ Հայաստանների գյուտարաների խորհրդի անդամ եմ բայց եկեք ժողովուրդ ինչ է շատ պրիմիտիվ բան կա որը օգտագործելով փոքր եւ միկրոբիզնեսը ոտքի կկանգնի ու զարգանա մեր պետությունն էլ հետը եթե փոքր ու միջին բիզնեսը վերանա Հայաստանից Հայաստանը կդառնա ամենահետամնաց եթե մինչև հիմա չի դառը ու ամենավտանգավոր պետությունների կործանման գնացող պետություններից մեկը այժմ ես ձեզ մի ուրիշ բան եմ ասում ժողովուրդ եկեք հասարակ օրենքները ժողովրդի համար դառնա հասարակ օրինակ ինչ եմ ասում դրեք միշեմ 224 միլիոնա միջև մարտիկ ամեն օր իրանց հարկայինները թող իրանք բան անեն խփեն նրանից հետո 24 միջև 24 միլիոնը ոչ մի կոպեկ իրանք ոչ տուժեր ոչ մի տոկոս մուծեն ոչ մի բան նրանից ավել դեպքում այնտեղ պետք չի թղթաբանություններ հայտարարագրման եւ այլն նրանից հետո թող մուծեն 1% ինչքան անում են սրանով դուրս է գալի թե ստվերը թե մնացած այսինքն ես կծախեմ 5 ապրանք կմուծեմ 5 ապրանքի հարկը եթե կմուծեմ 1500 ապրանք այն ժամանակ արդեն կմտնեմ 1%-ի մեջ եւ դրա տոկոսները կմուծեն սա ամենաճիշտ ձևն է որը չի ցանկանում այժմ կառավարությունը իրանք շատ լավ է դրա համար առաջի դասարանի կրթությունը իրաց դեռ շատ է նրանք թող տարերը դեռ սովորեն